Դուք Պարոն Սարգսյան, ապրիլի 18-ի ցույցին դուք բարձրացել եք այս դարպասների ճաղավանդակների վրա, ճոճում եք, ուզում եք քանդել, բռնի ուժով մտնել, ասում եք ցեպի տարեք շենքը, շրջափակեք եւ այլն։ Այսօր դարպասները լեն ու բոլ բացած եւ ձեզ բացատրում էին, որ դրանից առաջ էլ է բաց եղել, դուք հանգիստ կարողացել եք մտնել, ուրեմն ինչի համար էր այդ ամենը։ Ձեզ մեղադրում են, ասում են շոու էին ուզում սարքեին, շոու ստացան եւ այլն։ Այդ նպատակում ուներ ու զղջացել եք, որ այդ ճանապարհով եք փորձել մտնել ձեր տուն, ինչպես եթերի տակիկ շակալներն են տես բաներ ասեն։ Ով ասելա, որ ուզեցել ենք շոու անենք, ինքը առնվազն շակալ է։ Բա ինչի համար եք անում, ինչ եք ուզում կոտրել։ Որովհետև դուրը փակ էր իմ դեմս։ Այսօր էլ փակալներ, այսօր էլ կանեի։ Երբ եկել եք ձեզ ընդունել են, բայց մի այսպիսի հարց, հա, երբ ձեզ նայեցիք, արդյոք ամոթ չզգացիք եւ արդյոք բարոյական էր այդ ձեզ։ Ամոթ զգացի այն սիտուացիոն, որ ասում են, «Էսի ձեր տունն է, բայց մեր տան դուրը մեր դեմը փակել է»։ Ամոթ զգալու, ոչ, իհարկե ոչ, մյուս անգամ էլ պատրաստում, եթե այս դուրը մեր դեմը փակվի, մյուս անգամ էլ պատրաստում նույն մոտիկացումը ցույց տամ։ Դուք ասում եք ոտերը սկուտեն, բայց չեմ փակի այդ դուռը մեր առաջ, որովհետեւ տանտերը ես եմ։ Չէ, այդպես եք ասում։ Ասում տես չեմ ասում։ Երևի ջղայնացած եք, բայց այդպես եք։ Սկուտի մեկը իմ տան դուրը իմ դեմը կփակի։ Նույն բանը չի։ Ոչ։ Ու ձեզ էլ ասում են, եթե այդ կեցվածքով գնաք ձեր տուն, ձեր տունը չեն ընդունում։ Լարիսա Ալավերդյան, ինչու եք այս ակցիան կազմակերպում այն ժամանակ, երբ նախագահին մնացել է 1 ամիս ժամկետ, մայիսի 21-ին ավարտվում է, եւ սահմանադրություն են փոխել, դուք ասացիք, որ մեր նպատակը դա չէ, որևէ կերպ չի առնչվում այս ակցիան։ Սակայն րոպեներ անց դուք հենց այս հատվածում հայտարարեցիք, որ առանց մեզ զգուշացնելու սահմանադրական փոփոխություններ են կատարում եւ այլն, այսինքն վերադարձակ իմ հնչեցրած հարցին։ Կներեք ձեզ էլ հակասեմ, ես այդպես չասեցի, ասեցի մենք ինքներս կողմ ենք ձեր կայացրած որոշումին, բայց մեզ հաշվի առեք։ Այսինքն ես ընտրել եմ Արցախի, նայեք, սենց ասեմ, ես եղել եմ Արցախում եղել եմ Արայիկ Հարությունյանի կոնկրետ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Հենց հիմա նորից եմ պատասխանատու ձևով հայտարարում։ Ասենք ընթացքը այն ինչը բերելա, տեսել ենք ինչ ա եղել, հարց չէ։ Ես առաջի անգամ քաղաքականության մեջ եղել եմ, ու ես առաջի անգամ եղել եմ, որ սատարել եմ Արայիկ Հարությունյանին։ Հիմա խնդիր կա, եկել ենք ստե մարդը որոշում է կայացնում, մարդիկ ավելի շուտ падգամավորները որոշում են կայացնում, սահմանադրության, այո, սահմանադրության կետ են փոխում։ Մեր ընտրած խորհրդարանը մի հատ որոշում էլ է կայացրել։ Ու այդ կայացված որոշման արդյունքում մենք բռնի տեղահանվել ենք ու այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում։